Հրապարակը գրում է. չնայած նախընտրական ցուցակները ԿԸՀ ներկայացնելուց առաջ ՔՊ վարչությունն իրենց ցուցակը խմբագրելու որոշում էր ընդունել, սահմանելով, որ երկրորդ 50-յակում փոփոխություններ կարող է անել ՔՊ վարչությունը, իսկ 100-յակից հետո Փաշինյանը միանձնյա, սակայն իշխող ուժի ցուցակը մնացել է անփոփոխ։ Ում որտեղ ընտրել էին, այնտեղ էլ մնացել է։ ՔՊ ներքին ընտրությունների արդյունքներով շատ հայտնի ՔՊ-ականներ, падգամավորներ հետին հորիզոնականներում են հայտնվել, թեպետ իրենց պոտենցիալով, գիտելիքներով անհամեմատ ավելի պատրաստված են, քան առաջին 50-յակում հայտնվածներից ոմանք։ Մեկ օրինակ գործող ազգային ժողովի սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հերիկ Նաստիգրանյանն է 96-րդ տեղում, Մարիա Կարապետյանը եւ այլք։ ՔՊ մի խումբ կարծում էր, որ նման մարդկանց պետք է առաջ բերել, սակայն ըստ լուրերից ծանրութեթև անելով եւ հասկանալով, որ այդ խմբագրումները կարող են չընկալվել թիմում ու դժգոհության նորալիք կբարձրանա այս վճռորոշ պահին, Փաշինյանը ցուցակը թողել է անփոփոխ։ Հրապարակը գրում է. անցած շաբաթ Աղվերանում հայ եւ ադրբեջանցի գործարարների հանդիպմանը ըստ որոշ տեղեկությունների քննարկվող գլխավոր հարցը եղել է այն, թե ինչպես Ադրբեջանի օգնությամբ հաղթահարել Ռուսաստանի կողմից հայկական արտադրանքի ներմուծման խոչընդոտները, ավելի ճիշտ լրացնել բացը եւ հայկական արտադրանքն իրացնել ադրբեջանական շուկայում։ Նիկոլ Փաշինյանի եւ Արցախի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանը որոշակի խոչընդոտներ է ստեղծել հայ տնտեսվարողների համար։ Մի շարք ապրանքատեսակների ներմուծումը կամ դադարեցվել է, կամ էլ ծավալներն են նվազել։ Սպասվում է, որ առաջիկայում այս սահմանափակումներն ավելի մասշտաբային են դառնալու, մանավանդ Զելենսկու այցից հետո։ Ուստի հայ գործարարներին իշխանության դեմ չհանելու նպատակով Փաշինյանը որոշել է նրանց սիրտը շահել եւ օգնության է կանչել Իլհամ Ալիևին, որը պետք է նվազեցնի ռուսական շուկայից մեր կախվածությունը եւ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու ռիսկերը։ Բնականաբար դրա դիմաց Ալիևը քաղաքական զիջումներ կգործի Նիկոլ Փաշինյանից, բայց նա դեմ չէ Ադրբեջանին նոր զիջումների գնալուց, միայն թե Ռուսաստանի հետ ոչ մի շփում չունենա։ Անցած շաբաթ Հայաստանն էր ժամանել Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆայևը, որի գլխավորած պատվիրակության կազմում նաև ադրբեջանցի գործարարներ կային։ Նրանք Աղվերանում գաղտնիության քողի ներքո հանդիպել էին հայ գործարարներից ոմանց հետ։ Մասնակցածների ամբողջական կազմը հայտնի չդարձավ։ Միայն հրապարակվեց, որ մասնակցել են Սամվել Ալեքսանյանը եւ Սուքիասյանների ընտանիքի ներկայացուցիչը։ Ժողովուրդը գրում է. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ազգային ժողովի հերթական ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը, հստակեցնելով ընտրական գործընթացի բոլոր փուլերը եւ կարեւոր վերջնաժամկետները։ Ըստ հրապարակված ժամանակացույցի, ընտրական գործընթացը մտնում է ակտիվ փուլ։ Կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակները ԿԸՀ պաշտոնական կայքում կհրապարակվեն ընտրական ցուցակների գրանցման ժամկետի ավարտից հետո երրորդյա ժամկետում, մինչև 2026 թվականի մայիսի 6-ը։ Ֆինանսական թափանցիկության ապահովման նպատակով սահմանվել է, որ ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ դաշինքների կազմում ընդգրկված կուսակցությունների բանկային հաշիվների միջոցների շարժի վերաբերյալ տվյալները համապատասխան բանկերը պարբերաբար յուրաքանչյուր 3 աշխատանքային օրը 1 կներկայացնեն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Վերջինս այդ տվյալները կամփոփի եւ կհրապարակի իր կայքում սկսած մայիսի 7-ից մինչև քվեարկությունից հետո երրորդ օրը։ Ժամանակացույցով նախատեսվում է նաև էլեկտրոնային քվեարկության կազմակերպման փուլը։ Էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների համար նախատեսված անհատական ծածկագրեր պարունակող ծրարները կտրամադրվեն արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարություններին համապատասխան ցուցակները ստանալուց հետո ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում, մինչև մայիսի 7-ը։ Հրապարակը գրում է. Պետական այցով նախորդին Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկով երեկ Հայաստան են ժամանել նաև Ֆրանսիայի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչներ, որոնք Հայաստանի իշխանությունների կողմից persona non grata են ճանաչվել։ Նրանք սև ցուցակում են։ Մեկը ՀՅԴ բյուրոյի անդամ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանն է, որի մուտքը տարիներ առաջ Փաշինյանի իշխանությունն արգելել էր, եւ նա դատական կարգով հասավ իր իրավունքների վերականգնմանը Մակրոնի միջամտության շնորհիվ։ Պատվիրակության մեջ են նաև Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհրդի համանախագահ Արա Թորանյանը, հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Նադիա Գործունյանը, ֆուտբոլիստ Յուրի Ջորկաևը, Ստեփան Հացպանյանը, ֆրանսահայ հայտնի բժիշկ եւ քաղաքական գործիչ Գևորգ Քեփենեկյանը, հայտնի պրոդյուսեր Ալեն Թերզյանը եւ այլք։ Թերթը ուշագրավ է համարում, որ նրանց մի մասին Հայաստանի իշխանությունները ոչ միայն այս համաժողովի ընթացքում չեն ցանկացել տեսնել Երևանում, այլև անցած շաբաթ Փարիզում հայկական դեսպանության բացման արարողությանը չէին հրավիրել, ինչից նրանք խիստ վիրավորվել էին։
Հրապարակը գրում է. Պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանգրվանել է Երևանի Մարիոթ հյուրանոցում նախագահական լյուքս համարում, որտեղ մեկ գիշերվա արժեքը 900,000 դրամ է։ Թերթին պատմել են, որ ֆրանսիական պատվիրակությունը 3 խմբով է ժամանել Հայաստան։ Առաջին 2 խումբը ժամանել է ավելի վաղ, նախապատրաստական ու անվտանգային աշխատանքներ կատարելու համար։ Նրանք իրենց հետ բերել են Մակրոնի իրերը եւ մինչեւ նրա հյուրանոց ժամանելը նախագահի հագուստը տրամադրել են հյուրանոցի աշխատակիցներին, որ այն լվացվի արդյունքվի։ Բայց թերթի աղբյուրը ասել է, որ Մակրոնի հագուստը Մարիոթի լվացքատանը չեն լվացել, այլ աշխատակիցները տարել են պրոֆեսիոնալ մաքրման։ Տեղում սպասել են մինչև ավարտեն աշխատանքը ու հետ են բերել հյուրանոց, որպեսզի այցի ժամանակ ամեն ինչ պատրաստ լինի։ Մարիոթում ուժեղացված հսկողություն է իրականացվում, անգամ լրացուցիչ տեսախցիկներ են տեղադրվել։ Բարձրաստիճան հյուրերի մյուս մասը տեղավորվել է Ալեքսանդր եւ Գոլդեն Փելես հյուրանոցներում։